Ի պատասխան Իսրայելի գործողությունների իրանական կողմը հարվածներ է հասցրել իսրայելական երկու ավիաբազաների ուղղությամբ։ Այս մասին ասված է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հայտարարության մեջ։ Ըստ հաղորդագրության թիրախում են հայտնվել Իսրայելի հարավում գտնվող Նևատիմ եւ Թել Ավիվից ոչ հեռու տեղակայված Թել Նով ավիաբազաները։ ԻՀՊԿ-ից ընդգծել են այս գործողությունը պատասխաներ Իսրայելի քայլերին։ Կառույցից նաեւ հայտարարել են իրանական բանակը պատրաստ է հետագա գործողություններին։ Նշվել է, մշակվել են հակառակորդի հնարավոր քայլերին արձագանքելու տարբեր սցենարներ։ Իրանը պատրաստ է անհապաղ նոր բալիստիկ հրթիռներ արձակել Իսրայելի ուղղությամբ, եթե հետևի իսրայելական պատասխանը Իրաքի հասցված հարվածներին։ Այս մասին հաղորդում է իրանական Թասնիմ լրատվական գործակալությունը, հղում անելով իրազեկված ռազմական աղբյուրին։ Աղբյուրի խոսքով իրանական հրթիռների բավարար քանակը արդեն պատրաստ է անհապաղ արձակման։ Նշվում է, թիրախների ցանկը կարող են գրկել ավելի լայն շրջանակ օկուպացված տարածքներում։ Թասնիմի զրուցակիցը հավելել է, Իսրայելի պատասխանի դեպքում Իրանի գործողությունների հաջորդ փուլը կլինի ավելի լայնածավալ։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի զրույցի ընթացքում համաձայնել է հետաձգել Իրանի հարվածներին պատասխանը։ Աքսիոսի տեղեկություններով Վաշինգտոնը ցանկանում է ժամանակ շահել Թեհրանի հետ հնարավոր գործարքի համար։ Ամերիկացի պաշտոնյայի խոսքով Նեթանյահուն սկզբում առարկում էր, սակայն վերջում համաձայնել է նահանջել։ Նույն աղբյուրի փոխանցմամբ այս անգամ Թրամփի եւ Նեթանյահուի հեռախոսազրույցը ավելի հանգիստ է անցել, քան նախորդ շաբաթ։ Աքսիոսը նշում է, Սպիտակ տունը շարունակում է հավատալ Իրանի հետ համաձայնության հասնելու հնարավորությանը։ Մեծ Բրիտանիայի կառավարությունը ֆինանսական խնդիրների պատճառով կարող է հրաժարվել F-35A կործանիչների գնումից։ Այս մասին հայտնում է Daily Telegraph-ը, հղում անելով ռազմական ոլորտի աղբյուրներին։ Թերթի տեղեկություններով քննարկվում է նաև տարբերակ, ըստ որի գնումները կարող են պարզապես հետաձգվել։ Վերջնական որոշումը նախատեսվում է ընդունել մինչև պաշտպանական ներդրումային ծրագրի հրապարակումը։ Չինաստանի ղեկավար Սի Ցզինփինը պետական այցով ժամանել է Հյուսիսային Կորեա։ Այցը կազմակերպվել է հյուսիսկորեական կողմի հրավերով։ Սպասվում է, որ կողմերը կքննարկեն քաղաքական, տնտեսական եւ տարածաշրջանային համագործակցության հարցեր։ Սա վերջին 8 տարվա ընթացքում Սի Ցզինփինի առաջին այցն է ԿԺԴՀ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, Իրանը համաձայնել է միջուկային զենք չունենալու պայմանին։ Նրա խոսքով կողմերը շատ մոտ են վերջնական համաձայնության։ Թրամփը նշել է, դեռևս մի քանի չլուծված հարցեր են մնացել բանակցային սեղանին։ ԱՄՆ նախագահը նաև ընդգծել է, Իրանը չպետք է իրավունք ունենա ոչ միայն մշակելու, այլև ձեռք բերելու կամ գնելու միջուկային զենք։ Նա համոզմունք է հայտնել, համաձայնագրի շուրջ առաջընթացը շարունակվում է։ Եվրամիությունը իր պատմության մեջ առաջին անգամ պատժամիջոցներ կկիրառի Իրանի դեմ նավարկության ազատությունը խախտելու համար։ Այս մասին հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի նախարար Կայա Կալասը։ Կալասի խոսքով հանդիպման ընթացքում կքննարկվի նաև Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը եւ Եվրամիության ծովային ասպիդես գործողությունը Կարմիր ծովում։ Նա ընդգծել է, Իրանի նկատմամբ սահմանվող միջոցները կապված են նավարկության ազատության խախտման հետ։ Կալասը հայտարարել է, սա առաջին դեպքն է, երբ Եվրամիությունը նման հիմքով պատժամիջոցներ է կիրառում Իրանի դեմ։ Իրանի Խար կղզու մոտակայքում պայթյուն է լսվել, այս մասին հայտնել է Ֆարս լրատվական գործակալությունը։ Գործակալության տվյալներով պայթյունի ճշգրիտ վայրը դեռևս հայտնի չէ։ Նախնական տեղեկություններով այն տեղի ունեցել կղզուց դուրս գտնվող հատվածում։ Դեպքի վերաբերյալ այլ մանրամասներ առայժմ չեն հրապարակվել։ Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Իրանի Խուզեստանի նահանգի Մահշեհրի նավթաքիմիական համալիրին։ Այս մասին հայտարարել է Իսրայելի բանակը։ Հաղորդագրության համաձայն թիրախավորվել են համալիրի մի շարք օբյեկտներ։ Իրանական Ֆարս գործակալությունը հաստատել է հարվածի փաստը, ըստ գործակալության օբյեկտը ստացել է մասնակի վնասներ։ Իսրայելի բանակը հայտարարել է Իրանի կենտրոնական եւ արևմտյան շրջաններում ռազմական թիրախների վրա հարվածներ հասցնելու մասին։ Հարվածներն ըստ հայտարարության ուղղված են եղել իրանական ռազմական ենթակառուցվածքներին։ Թեհրանում, Թավրիզում, Սպահանում եւ Քարաջի շրջանում մի շարք պայթյուններ են գրանցվել։ Իսրայելական կողմը գործողությունը ներկայացրել է որպես ռազմական թիրախների դեմ իրականացված հարված։ 3 հունիսի 7-ին Հայաստանում տեղի են ունեցել 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր արդեն ներկայացրել է 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները եւ այսպես քաղաքացիական պայմանագիր 49.83%, Ուժեղ Հայաստան 23.29%, Հայաստան Դաշինք 9.94%, Բարգավաճ Հայաստան 3.99%։ Արդյունքում Բարգավաճ Հայաստան կուսակցությունը չի հաղթահարել ընտրական շեմը, բանաձևերի կիրառման արդյունքում ազգային ժողովում մանդատների բաշխումը կունենա հետևյալ տեսքը՝ քաղաքացիական պայմանագիր կուսակցություն 64 մանդատ, Ուժեղ Հայաստան Դաշինք 29 մանդատ, Հայաստան Դաշինք 12 մանդատ։
Ընտրություններին մասնակցել են ընտրական իրավունք ունեցողների 58.94%-ը, այս մասին հայտարարել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը։ Կեսգիշերն անց, երբ դեռ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հրապարակված չէին ընտրությունների արդյունքները, Նիկոլ Փաշինյանը շտապեց հայտարարել հաղթանակի մասին։ Եվ ուզում եմ ընդգծել, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը 2021 թվականի համեմատ ստացել է Հայաստանի Հանրապետության ավելի մեծ թվով քաղաքացիների ձայնը, ավելի մեծ թվով քաղաքացիների վստահության քվեն։ Սա պարտավորեցնող է եւ նշանակում է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին տեր է կանգնել պետությանը, տեր է կանգնել անկախությանը, տեր է կանգնել ապագային, տեր է կանգնել խաղաղությանը։ Սա նշանակում է, որ ընտրություններ 2026-ին Հայաստանի Հանրապետության քաղաքացին քվեարկեց 16-ին։ Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ, սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ եւ խոնարհվում եմ բոլորիդ առաջ։ Փառք նահատակներին եւ կեցցե Հայաստանի Հանրապետությունը։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ քրեա օլիգարխիկ համակարգը պետք է արմատախիլ արվի Հայաստանի Հանրապետությունից եւ իհարկե սա է լինելու քաղաքական մեծամասնության եւ կառավարության կարեւորագույն օրակարգերից մեկը, որը պետք է իրականացնել։ Ասելիքը եւ պլանը չի փոխվել, այդ ուժերի լիդերները պետք է բերվեն պատասխանատվության Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։ Նրանք քրեական պատասխանատվության պետք է ենթարկվեն ձեզ հայտնի գործերով եւ քրեա օլիգարխիայի ունեզրկումը պետք է շատ մեծ տեմպերով եւ արագ տեղի ունենա։ Փաշինյանը բացառել է Հայաստանի Հանրապետությունում հետընտրական զարգացումները, նշելով, որ դա լինում է այնտեղ, որտեղ ընտրությունների արդյունքները կեղծ են լինում։ Նա նաև սպառնալիքներ է հնչեցրել մրցակից ուժերի լիդերներին, ասելով, թե նրանք պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն, նստելու են, հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Նախքան ընտրությունների արդյունքների հրապարակումը Նիկոլ Փաշինյանին շտապել էին շնորհավորել Վրաստանի նախագահ Իռակլի Կոբախիձեն, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան ևս շնորհավորել է եւ նշել. հայ ժողովուրդը քվեարկել է խաղաղության, կայունության եւ հարևանների ու աշխարհի հետ ավելի ամուր համագործակցության վրա կառուցված ապագայի համար։ Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին ընտրությունների արդյունքների առիթով։ Դուք կարող եք հպարտանալ ձեր դերով Հայաստանի դիմադրողականության, կայունության եւ բարգավաճման ամրապնդման գործում, նշել է նա։ Ռուսաստանը կընդլայնի Հայաստանից ձգան մատակարարումների սահմանափակումները անասնաբուժական ռիսկերի առաջացման դեպքում։ Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում լրագրողներին հայտարարել է ձկնաբուծության դաշնային գործակալության ղեկավար Իլյա Շեստակովը։ Ռուսաստանն արդեն սահմանափակումներ է մտցրել Հայաստանից կենդանի ձկան մատակարարումների նկատմամբ, եթե հայտնաբերվեն գործոններ, որոնց դեպքում կարող են առաջանալ անասնաբուժական ռիսկեր եւ որոնց արկայությամբ այդ ձուկը մատակարարվելիս կազդի մեր անասնաբուժական անվտանգության վրա, անշուշտ հետագա քայլերը նույնպես կլինեն, ասել է Շեստակովը։ Նա նաև նշել է, որ բացի կենդանի ձկից Հայաստանից Ռուսաստան է մատակարարվում նաև սառեցված ձուկ։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, Ռուսաստանը պարտադիր կերպով կվերականգնի այն ռուսների իրավունքները, որոնց նկատմամբ նրա խոսքով Կիևի նեոնացիստական ռեժիմը ճնշումներ է իրականացրել։ Նա ընդգծել է, դա լինելու է երկարաժամկետ կարգավորման հիմնական նախապայմաններից մեկը։ Վերջինս հայտարարել է Մոսկվայի առաջնահերթություններից է ռուսախոս բնակչության պաշտպանությունը ամբողջ աշխարհում։ Նախարարի խոսքով Ռուսաստանը շարունակելու է պայքարել ռուսաֆոբիայի եւ լեզվական խտրականության դեմ։ Իրանի զինված ուժերը հայտարարել են հարվածներ հասցրել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին։ Ըստ ԻՀՊԿ-ի գործողությունը իրականացվել է Սիրիկ եւ Քեշմ կղզիների վրա կատարված հարձակումներին պատասխանելու նպատակով։ Հայտարարության մեջ նշվում է, թիրախ են դարձել տարածաշրջանում տեղակայված ամերիկյան ուժերը։ Իրանական կողմը գործողությունը ներկայացրել է որպես պատասխան ագրեսիային։ Associated Press-ի տվյալներով ԱՄՆ զինված ուժերը սպասում են Պենտագոնի հստակեցմանը կապված Եվրոպայում ամերիկյան զորքերի ապագայի հետ։ Թրամփի հակասական հայտարարությունները Լեհաստանում զորքեր ուղարկելու եւ միաժամանակ կրճատումների մասին առաջացրել են դաշնակիցների շփոթություն։ ՆԱՏՕ-ի մտահոգություն կա ԱՄՆ ռազմաքաղաքական ծրագրերի անկանխատեսելիության վերաբերյալ։ Փորձագետների խոսքով այս անորոշությունը կարող է ազդել զինվորականների եւ բյուջեների վրա։ Սպիտակ տունը պնդում է, բոլոր քայլերը համաձայնեցված են դաշնակիցների հետ։
Ճապոնիան եւ Ինդոնեզիան համաձայնության են եկել սկսել բանակցություններ Ասիգիրի դասի ականագիրների հնարավոր արտահանման վերաբերյալ։ Սա տեղի է ունենում Ճապոնիայի պաշտպանության քաղաքականության փոփոխությունների ֆոնին։ Տոկիոն պատրաստվում է վերանայել զենքի արտահանման սահմանափակումները։ Ինդոնեզիան հայտնել է հետաքրքրություն ռազմական տեխնոլոգիաների եւ նավերի ձեռքբերման նկատմամբ։ Սա կարող է նշանակել նոր ռազմական համագործակցություն Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։ Լիբանանի բանակը հայտնել է իսրայելական անօդաչու թռչող սարքի արվածի հետևանքով զոհվել են մի սպա եւ մի քանի զինվորներ։ Հարձակումը տեղի ունեցել հարավային Նաբաթե նահանգում, ըստ պաշտոնական հայտարարության ռազմական մեքենան ենթարկվել է բարբարոսական հարձակման։ Բանակը դեպքը համարում է լուրջ էսկալացիա տարածաշրջանում։ Աքսիոսի տվյալներով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ դեսպանոր Սթիվ Ուիթքոֆը եւ ԱՄՆ նախագահի փեսան Ջարեդ Քուշները այցելել են Օուք Ռիջի միջուկային լաբորատորիա։ Այցը կապված է Իրանի հետ ընթացող բանակցությունների տեխնիկական քննարկումների հետ։ Մասնագետները քննարկել են հնարավոր համաձայնագրի մանրամասները։ Ըստ աղբյուրների գործընթացը գտնվում է լուրջ փուլում, սակայն պաշտոնապես համաձայնագիր դեռ չկա։ ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի հրթիռային զինանոցը զգալիորեն նվազել է։ Նրա գնահատման պահպանվել է մոտ 21-22% նախկին ծավալից։ Նա նշել է երկիրը դեռ ունի հրթիռներ եւ անօդաչու սարքեր, սակայն ըստ նախագահի դրանք պակաս են նախկինի համեմատ։ Այս հայտարարությունը հնչել է NBC-ին տված հարցազրույցում։ New York Times-ի տվյալներով ԱՄՆ-ն մայիսին օգնել է ավելի քան 100 նավերի անցնել Հորմուզի նեղուցով։ Գործողությունը իրականացվել է անվտանգության բարձրացման նպատակով։ Տարածաշրջանում լարվածության աճը վտանգում է ծովային երթևեկությունը։ Շատ նավեր անցման ժամանակ անջատել են իրենց տրանսպոնդերները։ Վաշինգտոնը փորձում է պահպանել նավագնացության կայունությունը։ Պոլիտիկոյի տվյալներով Հյուսիսատլանտյան դաշինքը քննարկում է Ուկրաինային 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ։ Գումարի մի մասը նոր ֆինանսավորում է, մյուսը Եվրամիության ծրագրերի մաս։ Նախաձեռնություն ներկայացվել է Գերմանիայի կողմից։ Այն նպատակ ունի համակարգել անդամ երկրների ներդրումները։ Գագաթնաժողովում հնարավոր է վերջնական որոշման հայտարարում։ Միացյալ Նահանգներում շրջանառվող կարծիքների համաձայն Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկու հայտարարությունները կարող են հետևանքներ ունենալ։ Ռազմական վերլուծաբանները պնդում են, Թրամփը կարող է կոշտ արձագանքել։ Խոսքը վերաբերում է ԱՄՆ օգնության եւ զինամթերքի մատակարարումների հնարավոր փոփոխություններին։ Վերլուծաբան Դանիել Դեյվիսը զգուշացրել է իրավիճակի սրման մասին։ Նա նշել է, քաղաքական հարաբերությունները կարող են անմիջապես ազդել ռազմական աջակցությանը։ Շվեդական դատարանը օրինական է ճանաչել Կաֆաբեռնա նավի առգրավումը։ Ուկրաինան պահանջում է նավը հնարավոր ռազմական հանցագործությունների հետաքննության շրջանակում։ Ըստ քննության նավը կարող էր օգտագործվել օկուպացված տարածքներից հացահատիկ տեղափոխելու համար։ Դատարանը նշել է, գործով ներկայացված կասկածները կարող են ընկնել ռազմական հանցագործությունների շրջանակում։ Նավատիրոջ ներկայացուցիչներ դեռ հնարավորություն են բողոքարկելու որոշումը։ Թայվան եւ Չինաստանի առափնյա պահպանության նավերը հերթական անգամ բախվել են Պրատաս կղզիների մոտ։ Թայվանը պնդում է չինական նավը մտել է սահմանափակված ջրային տարածք։ Կողմերը հաղորդում են լարված բանակցությունների եւ փոխադարձ նախազգուշացումների մասին։ Թայվանը մեղադրում է Պեկինին տարածաշրջանում իր իրավասությունը պարտադրելու փորձերի մեջ։ Միջադեպը տեղի է ունեցել վերջին 2 շաբաթվա ընթացքում արդեն երկրորդ անգամ։ Ներքին գործերի նախարարության միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունը տեղեկացնում է, որ քվեարկության օրը ընտրական իրավունք ունեցողների ընտրելու իրավունքը իրացնելու համար հունիսի 6-ին ժամը 09:00-ից մինչև 18:00 եւ հունիսի 7-ին 08:00-ից մինչև 20:00 ներքին գործերի նախարարության միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության տարածքային բոլոր ստորաբաժանումները աշխատելու են ողջ ռեսուրսով, մատուցելով ընտրական գործընթացներին վերաբերող ծառայություններ, այդ թվում քվեարկության օրը կազմվող լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելու վերաբերյալ դիմումների ընդունում եւ տեղեկանքների տրամադրում, ինչպես նաեւ ընտրելու իրավունքն իրացնելու ուղղությամբ այլ գործառույթներ։ Այս մասին տեղեկացնում են ներքին գործերի նախարարությունից։ Հայաստանի ընտրական օրենսգրքի համաձայն ազգային ժողովի ընտրությունների ժամանակ քվեարկության նախորդ օրը բնակչության պետական ռեգիստրը վարող Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված լիազոր մարմինը հրապարակում է Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը, նշելով նաև ըստ գտնվելու վայրի, նախընտրած վայրի եւ հաշվառում չունեցող ընտրողների ընտրական տեղամասեր գործուղվող ոստիկանության ծառայողների ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում գտնվող ընտրողների ընդհանուր թիվը։ Այս մասին տեղեկացնում են ներքին գործերի
նախարարությունից։ 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք ազգային ժողովի ընտրությունների քվեարկության նախորդ օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմում է 2,485,851, որից ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասերում ընդգրկված ընտրողների թիվը 22,734 է, հաշվառում չունեցող ընտրողների թիվը 492։ Ընտրական տեղամասեր գործուղվող ոստիկանության ծառայողների թիվը 5239, ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում գտնվող ընտրողների ընդհանուր թիվը 627, տեղաշարժման դժվարություն ունեցող ընտրողների թիվը 8։ Քննչական կոմիտեում ազգային անվտանգության ծառայությունից ստացված առերևույթ հանցանքի մասին հաղորդման համաձայն քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող ՎՀ-նով հայտնի է Գող Բջե կեղծանունով, օգտագործելով իր անօրինական ազդեցությունը Տեցիկ կեղծանունով հայտնի ԱՀ-ի կողմից դիմելուց հետո վերջինիս եւ Գոջո կեղծանունով հայտնի ՍՊ-ի միջև առաջացած մասնավոր հարցը պետության սահմանված վարքագծի համապարտադիր կանոններին եւ դրանց իրացման իրավաչափ ձևերին չհամապատասխանող եղանակներով լուծելու նպատակով ԱՀ-ին հրահանգել է նախկինում քրեական բարույթների շրջանակում քրեական ենթամշակույթ կրող անձանց վրա ցուցումունքներ տալու համար ՍՊ-ին ճանաչել որպես վարկաբեկված պատվազուրկ անձ եւ պատժել։ Այս մասին տեղեկացնում են քննչական կոմիտեից։ ՎՀ-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, նրանք ձերբակալվել եւ ներկայացվել են բարույթն իրականացնող մարմին։ Նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել դատարան։ Առավոտյան ժամը 07:00-ին վթարվել է Աբովյան քաղաքի 60 բարձրահարկ շենքերի ջրամատակարարումն ապահովող 250 մմ-անոց բարձր ճնշման ջրագիծը վթարը վերացնելու համար հայտարարվել է ջրանջատում։ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում եւ հարակից գյուղերում մոտ 15-ից 20 րոպե տևողությամբ ուժեղ կարկուտ է տեղացել։ Կարկուտի չափն այնքան մեծ է եղել, որ ոչ միայն ցանքատարածություններն ու այգիներն են վնասվել, այլև ավտոմեքենաները։ Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի այրին Բեռնադետ Շիրակը մահացել է 93 տարեկանում։ Նրա դուստրը Կլոդ Շիրակը նշել է, նա մահացել է երեկոյան խաղաղ պայմաններում, հարազատների շրջապատում։ Բեռնադ Շիրակը 1971-ին ընտրվել էր Սարան կոմունայի մունիցիպալ խորհրդի անդամ, իսկ 1979-ից 36 տարի զբաղեցրել է գլխավոր խորհրդականի պաշտոնը Կորես շրջանում։ 2025-ին նրան շնորհվել է Պատվո լեգիոնի շքանշանի սպայի կոչում, ինչպես նաև նախկինում ստացել է Պուշկինի մեդալ Ռուսաստանում։ Նա ակտիվ մասնակցություն է ունեցել հասարակական եւ մշակութային գործունեությանը, հատկապես Ֆրանսիայի նախագահի տիկնոջ կարգավիճակում։ Եվրոպական հանձնաժողովը հայտարարել է ռուս քաղաքացիների համար վիզաների տրամադրման խստացման մասին։ Նոր միջոցառումները նախատեսում են ներկայացնել հաջորդ տարվա ընթացքում եւ ունեն սահմանափակ ազդեցություն։ Եվրամիության մի քանի երկրներ պահանջում են ավելի կոշտ եւ միասնական քաղաքականություն Ռուսաստանի նկատմամբ։ 2025-ին Շենգենյան վիզաների թիվը ռուսների համար զգալիորեն նվազել է, սակայն որոշ երկրներ շարունակում են մեծ թվով վիզաներ տրամադրել։ Թայվանը հայտնել է Չինաստանի առափնյա եւ հետազոտական նավերը համատեղ գործողություն են իրականացրել ռազմավարական կղզիների մոտակայքում։ Խոսքը Պրատաս կղզիների մասին է, որոնք գտնվում են հարավչինական ծովում եւ համարվում են զգայուն ռազմական կետ։ Թայվանի իշխանությունները սա որակել են որպես սադրանք եւ հայտնել նավերը մոտեցել են համակարգված կերպով։ Չինաստանը հայտարարել է իր գործողությունները օրինական են եւ կապված են ծովային վերահսկողության հետ։ Թայվանը ընդգծել է, իր տարածքային ինքնիշխանությունը չի կարող վիճարկվել եւ պատասխանել է իր առափնյա ուժերով։ Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղ է այցելել Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին։ Պատվավոր հյուրին դիմավորել են համալսարանի Երևանի մասնաճյուղի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Թամարա Վարդանյանը եւ մասնաճյուղի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Վարդանյանը։ Նրանք դեսպանին ներկայացրել են մասնաճյուղի կրթական գործունեությունը եւ ձեռքբերումները, ինչպես նաեւ մասնաճյուղի գիտակրթական եւ տեխնոլոգիական ներուժը։ Այցի ընթացքում դեսպանին ներկայացվել է նաև մասնաճյուղի անօդաչու թռչող սարքերի ինժեներական լաբորատորիան։ Այստեղ դրոնների հայկական ֆեդերացիայի հետ համատեղ իրականացվում են դրոնների հավաքման եւ կառավարման գործնական դասընթացներ։ Հյուրին ցուցադրվել են լաբորատորիայի հնարավորությունները, ինչպես նաև ուսանողների անօդաչու թռչող սարքեր կառավարելու գործնական հմտությունները։ Դեսպանին առանձնահատուկ հետաքրքրել է մասնաճյուղի VR տեխնոլոգիաների լաբորատորիան, որտեղ ուսանողները ներկայացրել են իրենց մշակած Զվարթնոցի տաճարի վերականգնում նախագիծը։ Այն ժամանակակից թվային լուծումների միջոցով ներկայացնում է հայկական պատմամշակութային ժառանգությունը նոր ձևաչափով։ Խալիլ Շիրղոլամին բարձր է գնահատել գաղափարը, նշելով, որ այն արդիական է նաև Իրանի բազմաթիվ մշակութային արժեքների ներկայացման տեսանկյունից։
Այցը եւս մեկ առիթ էր ընդգծելու կրթության ոլորտում միջազգային համագործակցության եւ փորձի փոխանակման կարեւորությունը։ Այսօր Երևանում տեղի ունեցավ ֆրանսահայ անվանի պատմաբան ցեղասպանագետ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նորաշխատության «Ցեղասպանության ավարտը Մուստաֆա Քեմալը եւ փրկված հայերի ու հույների ոչնչացումը» գրքի ռուսերեն հրատարակության շնորհանդեսը հեղինակի անմիջական մասնակցությամբ։ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նորաշխատության շնորհանդեսը կազմակերպվել էր գործարար Արտուր Սողոմոնյանի, Անիվ հայագիտական հետազոտությունների զարգացման եւ աջակցման հիմնադրամի եւ Նարեկացի ինստիտուտի կողմից։ Համախմբելով գիտական, մշակութային ու հասարակական շրջանակների ներկայացուցիչների, պատմաբաններին, ինչպես նաև ցեղասպանագիտությամբ հետաքրքրվող բազմաթիվ քաղաքացիների։ Շնորհանդեսի ընթացքում Ռայմոնդ Հարություն Գևորգյանը ներկայացրեց իր ուսումնասիրության հիմնական դրույթները, անդրադառնալով առաջին համաշխարհային պատերազմից հետո Օսմանյան կայսրությունում տեղ ունեցած քաղաքական եւ ռազմական զարգացումներին։ Հեղինակը շեշտեց, որ աշխատությունը հիմնված է բազմամյա հետազոտությունների, արխիվային հարուստ փաստաթղթերի եւ միջազգային աղբյուրների համադրման վրա։ Հարցը, որ առջևս տրված էր, հետևյալն է. արդյոք շարունակություն կար երիտթուրքերու եւ քեմալիստներու քաղաքականությունը այոց անտեպ եւ ուրեմն քիրքի մեջ աշխատանքը ներով ամոզվեցա, որ այո շարունակություն մգա եւ Քեմալը աշխատանքը վերջացուց ուրեմն ոչ թե սիստեմատիկ ձևով մակրակորձելով վերաբրողներ որ գային Թուրքիա, այլ զանազան միջոցներով սարսափ ստեղծելով եւ այլն կարողացան ասոնք դուրս քաշել երգիրեն եւ անոնք են որ ստեղծողը եղան սպյուրքի ուրեմն մյուս կողմը գապված բանին հայ բնակչության առաջին անգամով կարողացա ճշտել քանի մարդիկ վերաբրող կարողացած են իրենց այրենիքը վերադառնալ իրենց քյուրերը դուները եւ այլն եւ այս ցևով կարողացա չափել քանի անց կբաքսի Պացակաները ինչ եղած են եւ բավական հետաքրքրական թիվերու ասա 1,330,000 հայ որ պացակա են բادرազմի վերջավորության հավանաբար մերձված մեծ մասամբ այսօր վրալ եթե ավելցնեք Գյումրիի շրջանը կամ 20-ներու կամ Բասկաստանի Ադրբեջանի չարտեր որտեղի ունեցան երկու անգամով 15-ին եւ 18-ին մոտավորապես այդևս 1.5 միլիոն թիվը սիմվոլիկ թիվը չէ բան է պաստված է իմնվելով քյուրեկյուր ստատիստիկներու վրա։ Շնորհանդեսն անցավ ակտիվ քննարկումների մթնոլորտում, միջոցառման ընթացքում ելույթներով հանդես եկան նաև կազմակերպիչ կառույցների ներկայացուցիչներն ու պատմաբանները, ընդգծելով աշխատության գիտական կարևորությունը եւ դրա նշանակությունը ցեղասպանության պատմության հետագա ուսումնասիրման եւ միջազգային ճանաչման գործընթացներում։ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր աշխատությունը եւս մեկ կարևոր ներդրում է ցեղասպանագիտության ոլորտում, վերհանելով պատմության հաճախ անտեսված էջերը եւ նոր լույս սփռելով 1918-ից 22 թվականների ողբերգական իրադարձությունների վրա։ Իսրայելի Իրանի դեմ փետրվարի 28-ին մեկնարկած պատերազմի ժամանակ գաղտնի կերպով Ադրբեջանում էլիտար ռազմական եւ հետախուզական ստորաբաժանումներ է տեղակայել Իրանի դեմ գործողությունների նպաստելու նպատակով։ Այս մասին հաղորդում է CNN-ը վկայակոչելով 4 աղբյուրի։ Աղբյուրներից երկուսի խոսքով իսրայելական ուժերը գործել են Ադրբեջանի հարավում գտնվող մի քանի վայրերից, այդ թվում Իրանի հյուսիսային սահմանին հարակից հատվածում, Իրանի Թավրիզ քաղաքից ընդամենը մոտ 95 կիլոմետր հեռավորության վրա։ Մյուս երկու աղբյուրների խոսքով տվյալ վայրում տեղակայվել են նաեւ հատուկ դիվերսիոն ստորաբաժանումներ, որոնք իրականացրել են հետախուզական առաքելություններ եւ անօդաչու թռչող սարքերի միջոցով գործողություններ։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի պատրաստակամությունը հաստատուն է մնում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպման ու երկխոսության հարցում։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Պուտինը նաև պատրաստ է հանդիպումների, նա ընդհանուր առմամբ բաց է երկխոսության համար, ասել է Պեսկովը։ Նրա խոսքով Ռուսաստանի ղեկավարը շարունակում է բաց մնալ միջազգային շփումների եւ քաղաքական երկխոսության համար։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերթական անգամ հայտնել է իր մտադրության մասին Իրանի դեմ ռազմական գործողության ավարտից հետո լրջորեն զբաղվելու Կուբայի հարցով։ Թրամփը կարծիք է հայտնել, որ Կուբան մոտ է փլուզման։ Նրա խոսքով Վաշինգտոնը նպատակ ունի փոխել Կուբայի պետական կարգը եւ մտադիր է դրանով զբաղվել Իրանի հետ հակամարտության ավարտից անմիջապես հետո։ Մենք շատ լավ պլաններ ունենք Կուբայի վերաբերյալ, հայտարարել է ԱՄՆ նախագահը, ընդգծելով, որ ցանկանում է օգնել կուբացիներին։ ԱՄՆ իշխանությունները կալանել են ենթադրաբար Հայիթից մեկնած նավակ, որում եղել է 240 անօրինական միգրանտ։ Այս մասին հայտնել է Մաքսային եւ սահմանապահ հսկողության ծառայության ղեկավար Ռոնդի Սքոթը։ Նրա խոսքով օդային շրջափակման գործակալները հայտնաբերել են նավը, որը փորձել էր իրականացնել անօրինական ծովային միգրացիա։ Սքոթը նշել է, գերբեռնված նավի մեջ ջուր էր լցվում եւ այն խորտակվելու վտանգի տակ էր։ ԱՄՆ պաշտոնյան ընդգծել է, անօրինական ներգաղթի նման փորձերը շարունակում են վտանգավոր մնալ եւ չեն երաշխավորում երկիր հասնելը։ Իրանի օրենսդիրները դիմել են երկրի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին, խնդրելով համաձայնություն տալ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների մշակման համար։ Ըստ տվյալների դիմումի տակ իրեն ստորագրություններն են դրել 85 օրենսդիրներ։ Նրանք կասկածանքով են վերաբերվում Թեհրանի հետ հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցություններում ԱՄՆ-ի դիրքորոշմանը։ Ըստ Jerusalem Post-ի, այս քայլը մեկնաբանվում է որպես ԱՄՆ հասնելու ունակ հրթիռներ մշակելու կոչ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի հարցում Վաշինգտոնը հաղթանակի կհասնի ցանկացած տարբերակով։ Նրա խոսքով գլխավոր նպատակն այն է, որ Իրանը միջուկային զենք չունենա։ Թրամփը նաև հայտարարել է Հորմուզի նեղուցը կբացվի անմիջապես։ Ես կարծում եմ, որ գործերը շատ լավ են ընթանում, նշել է նախագահը։ Մենք հաղթանակի կհասնենք կամ թղթի վրա կամ ռազմական ճանապարհով, ընդգծել է ԱՄՆ առաջնորդը։ Արաբական Միացյալ Էմիրությունները կշարունակի միջնորդական ջանքերը Ուկրաինայում հակամարտության կարգավորմանն աջակցելու համար։ Այս մասին ասվում է ԱՄԷ արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։ Գերատեսչությունը նշել է նաև գերիների փոխանակման վերջին փուլի հաջողությունը։ Վերջին փոխանակման ընթացքում իրականացվել է 185-185-ի դիմաց ձևաչափով գործընթաց։ Աբու Դաբիի միջնորդությամբ ազատ արձակված զինծառայողների ընդհանուր թիվը հասել է 7471-ի։ Մագատեն կարծում է Իրանի հարստացված ուրանը շարունակում է մնալ իր սկզբնական տեղում։ Այս մասին հայտարարել է գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։ Նրա խոսքով այդ գնահատականը կիսում են նաև Իրանի իշխանությունները։ Գրոսին ընդգծել է, ԱՄԳ փորձագետների վերադարձը Իրանի օբյեկտներ բացարձակապես կարևոր է։ Մագատեի տվյալներով Իրանը ներկայում ունի 440.9 կիլոգրամ մինչև 60% հարստացված ուրան։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Վոլոդիմիր Զելենսկին վերջերս ռուս գործընկերների միջոցով իրեն հանդիպում է խնդրել։ Պուտինի խոսքով ինքը դեռևս նման հանդիպման իմաստ չի տեսնում։ Նա նշել է, Կիևը հանդիպում է խնդրում, սակայն միաժամանակ շարունակում է իր գնահատման հանցավոր գործողությունները։ Ռուսաստանի նախագահը նաև անդրադարձել է Զելենսկու բաց նամակին։ Պուտինի կարծիքով այդ նամակը պարունակում է անքաղաքավարության տարրեր։ Ռուսաստանի նախագահի խորհրդական Յուրի Ուշակովը հայտարարել է, նախապատրաստական աշխատանքներ են տարվում Սպիտակ տան հատուկ դեսպանորդներ Սթիվեն Ուիտքոֆի եւ Ջարեդ Քուշների Ռուսաստան այցի համար։ Նրա խոսքով ինքը կապի մեջ է ինչպես Ուիտքոֆի, այնպես էլ Քուշների հետ։ Ուշակովը նշել է, Մոսկվան շարունակում է կապեր պահպանել Վաշինգտոնի հետ։ Նրա խոսքով շփումները հիմնականում իրականացում են հեռախոսային ձևաչափով։ ՌԴ նախագահի խորհրդականը նաև հայտարարել է, Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է վերաբերվեն երկարաժամկետ խաղաղության հասնելուն։ Եղանակը առաջիկա օրերին Երևան քաղաքում հունիսի 6-ին առավելապես երեկոյան ժամերին 7-ից 10-ին գիշերը եւ երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև եւ ամպրոպի ժամանակ հնարավոր է քամուշ գնացում 17-ից 20 մետր/վայրկյան արագությամբ։ Հանրապետության տարածքում հունիսի 6-ին կեսօրից հետո 7-ից 10-ին գիշերը եւ կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաեւ կարկուտ։ Քամին հարավարևմտյան 2-ից 5 մետր/վայրկյան։ Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամուշ գնացում 17-ից 20 մետր/վայրկյան արագությամբ։ Օդի ջերմաստիճանն է ապես չի փոխվի։